Թավյանն եմ կարևորի մասին նախ համառոտ։ Վարչապետի նոր թեկնածու, դատական ու կառավարական նոր որոշումներ, օրվա քաղաքական քրոնիկոնը։ Հոյդայի անցյալը հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկան ազգային ժողովի ամբիոնից, քառօրյա նստաշրջանի վերջին նիստը լարված է անցել։ Հայաստան-Իրան ռազմավարական փաստաթուղթ, աշխարհաքաղաքական ռիսկեր, թե հնարավորություն։ 24 մահ և ինքնասպանության փորձի աճ, հետաքննություն քրեակատարողական համակարգի մտահոգիչ վիճակագրության վերաբերյալ։ Սիրիայի նախագահի և նախարարների սպանության 5 փորձ, ՄԱԿ-ը մանրամասներ է հայտնել։ Հայաստանի դիմումի հիման վրա Ռուսաստանը բանակցություններ է սկսում երկաթուղու երկու տարբեր հատվածի վերականգնման ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու հավելել, որ դրանք կապահովեն կապը Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների հետ։ Նա նշել է, որ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 կիլոմետր է և 12.4 կիլոմետր է։ Այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները կորոշեն բանակցությունների ընթացքում։ Ռուս պաշտոնյայի խոսքով դա Ռուսաստանի Դաշնությանը կապահովի մուտք դեպի Միջերկրական ծովի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ։ Ավելի վաղ ռուսական երկաթուղիներ ընկերությունը հայտարարել էր, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի փոխադրումը Հայաստան դարձել է կանոնավոր։ Հիշեցնեմ, որ հերթական խմբաքանակը հասել էր նախորդ շաբաթ։ Հայաստան էր ժամանել 25 երկաթուղային վագոն, բեռնված 1746 տոննա հացահատիկով։ Այս համատեքստում էլ Փաշինյանն ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, թե մեր բիզնեսը պետք է արձանագրի արտահանման երկաթուղային ուղին Ադրբեջանով բաց է, Ադրբեջանից հավաստիացումներ էլ ունենք։ Իսկ ապաշրջափակման համատեքստում գործնականում այնպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման հարցը չեն քննարկում։ Ֆիալետովոյի հատվածում այնտեղ շատ կարճ միջակայք կա, եթե Իջևան Հրազդանի երկաթուղի ճյուղը միացնենք Վանաձոր Գյումրի երկաթուղի ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին, երկաթուղային եւ իդեպ ավտոմոբիլային նույնպես ամենակարճ ճանապարհը, այսինքն Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Ջաջուր, Գյումրի եւ Ախուրիկ։ Այդ ամենակարճ ճանապարհը։ Սակայն Հայաստանի Միացյալ Նահանգների միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում Ռուսաստանում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Խոսելով Վաշինգտոնից առաջարկվող փոքր հզորության այեկների մասին, Զախարովան ասել է, որ դրանք գոյություն չունեն ոչ միայն Միացյալ Նահանգների տարածքում, այլ առհասարակ գոյություն չունեն, դրանք միայն թղթի վրա են։ Զախարովան նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի հուսալի գործընկերը ատոմային արդյունաբերության ոլորտում։ Հայաստանն իհարկե ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունն իսկապես հարցեր են առաջացնում։ Ինչ են այդ ռեակտորները իրենցից ներկայացնում և որտեղ են արդեն շահագործվում։ Մի շարք հայկական լրատվական միջոցներ շտապեցին լուրը մատուցել որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսության մեջ կատարվող աննախադեպ ներդրում, սակայն առանցքայինը նախագծի ֆինանսական հարցն է։ Ռուսական կողմի տեղեկություններով խոսքը ոչ թե Միացյալ Նահանգների ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը։ Ենթադրվում էր, որ ֆինանսավորումն իրականացվելու է TRIP հիմնադրամի միջոցով, որը, ինչպես նախկինում հայտարարվել էր, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, սակայն այս պահին այդ հիմնադրամը դեռևս ստեղծված չէ։ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացման ֆոնին պաշտոնական Երևանը փորձում է նաև Թեհրանի հետ պահել ռազմավարական հարաբերությունները։ Ընդհուպ Միացյալ Նահանգների հետ հուշագիր ստորագրելուց հետո ռազմավարական գործակցության մասին է խոսում նաև Իրանի հետ։ Իսկ կարող է արդյոք Երևանը միաժամանակ խորացնել կապերը երկու հակադիր բևեռների հետ։ Անահիտ Սարգսյանն է զրուցել փորձագետների հետ։ Հայաստան-Իրան ռազմավարական գործակցության փաստաթուղթ կարող է ստորագրվել այս տարվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրկոլամին, նշելով, որ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան այցի շրջանակում։ Սակայն ինչ է ենթադրում ռազմավարական համագործակցությունը այս փուլում։ Տարածաշրջանը լարված է։ Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները կրկին սրված են։ Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին, Թեհրանը Վաշինգտոնին։
Միաժամանակ Հայաստանը խորացնում է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Իրականացվում է TRIP ծրագիրը, իսկ խաղաղության օրակարգը շարունակում է վերաձևել տարածաշրջանային ուժերի հաշվեկշիռը։ Եթե այս 35 տարվա ընթացքում երևի 35 մեծ փաթեթ կա հայ-իրանական համաձայնագրերի, որոնցից մեկը երևի ավել իրականացված չնի, այնպես որ շատ ժամանակ դրանք պարզապես դիվանագիտական բնույթ են կրում։ Իրանագետ Էմմա Բեկիջանյանը հիշեցնում է. Ավելի քան 3 տասնամյակ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները հիմնականում մնացել են հայտարարությունների եւ դիվանագիտական ձևակերպումների մակարդակում։ Այժմ նրա խոսքով Իրանը հնչեցնում է հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու պատրաստակամություն։ Ըստ նրա հետագա զարգացումները կախված են Հայաստանի պատասխանից, սակայն չի կարելի անտեսել նաև Միացյալ Նահանգներ-Իրան հնարավոր բախման հավանականությունը։ Մոտիկ ապագայում բացառված չէ, որ Իրանը, Ամերիկա այդ բանակցությունները միջուկային ծրագրերի շուրջ տապալվեն եւ ԱՄՆ-ն այդքան ուժեր որ կուտակել է Իրանի շուրջ դրանք կիրառել։ Բեկիջանյանի խոսքով ռազմավարական համաձայնագիրը պետք է հիմնված լինի հստակ ռազմավարական շահերի վրա, մինչդեռ այս պահին դժվար է տեսնել Հայաստանի շահը։ Նրա գնահատմամբ խաղաղության օրակարգում համընկնում են Միացյալ Նահանգների, Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմավարական շահերը։ Հայաստանը ռազմավարական փաստաթուղթ է ունեցել Ռուսաստանի հետ, այժմ նաեւ Միացյալ Նահանգների։ Հարց է. Իրանի դեպքում ռազմավարական ձևակերպումն իրական բովանդակություն կունենա, թե կմնա թղթի վրա։ Ալիևն է բազմիցս հայտարարել է, որ այն ինչ դուք տեսնում եք ընդամենը այսպերկի գագաթն է Իսրայել-Իրան, Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերություններով։ Իսկ հիմա այս դեպքում այսօրվա դրությամբ Թրամփը Իսրայելի Նեթանյահուի կոնկրետ վարչապետ Նեթանյահուի բոլոր ցանկությունները գրեթե կատարում են։ Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը սակայն իրավիճակը դիտարկում է այլ տեսանկյունից։ Նա չի բացառում ռազմավարական գործընկերության ձևավորումը, պայմանով, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարողանան խուսափել ռազմական բախումից եւ պահպանել բանակցային գործընթացը։ Կարող է միանգամից դադարեցվի այս բանակցային գործընթացը Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, ինչպես դա պատահեց անցյալ տարի։ Այսինքն Վիտկոֆի հետ նույն ձևաչափով բանակցության մեջ էր պարոն Արախչին, արտգործնախարարը Իրանի, որ Իսրայելը միանգամից արձակումներ իրականացրեց։ Խանլարյանի խոսքով այս փուլում Հայաստան-Իրան հնարավոր ռազմավարական գործակցությունը չի հակասում Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, սակայն ամեն ինչ կախված է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ընթացող բանակցություններից, որոնց ապագան դեռևս անորոշ է։ Իրան-Հայաստան փոխհարաբերությունները միշտ սպეციფიկ են եղել դժգիտության եւ արևադարձության լույսի տակ։ Ամերիկացիները, եթե Իրան-Հայաստան սպეციფიկ փոխհարաբերությունները լավ են հասկացել կամ միշտ այդպես է եղել այս վերջի 30 տարվա մեջ, եթե միշտ փորձել են հասկանալ ըմբռնումով մոտենալ, հարցերը գնացել է ավելի նորմալ։ Իսկ եթե չեն հասկանում, որ այս սպეციფიկ պայմանները Իրան-Հայաստան փոխհարաբերությունների մեջ, այդ դեպքում սկսում են խնդիրներ ստեղծել։ Փորձագետի գնահատմամբ տարածաշրջանային զարգացումներում Հայաստանի շահը դեռ հստակ չի ձևակերպվել։ Իրան-Հայաստան ռազմավարական համագործակցությունը նրա խոսքով անմիջականորեն առնչվում է նաև TRIP ծրագրին եւ խաղաղության օրակարգին։ Մինչ այդ Վաշինգտոնը հայտարարել է, որ 25% մաքսատուր կսահմանի այն երկրների նկատմամբ, որոնք ակտիվ առևտուր կիրականացնեն Իրանի հետ։ Այս պայմաններում իրանագետների համար հարցը մնում է բաց։ Կկարողանա Հայաստանը Իրանի հետ ստորագրվելիք փաստաթուղթը լցնել իրական ռազմավարական բովանդակությամբ, թե այն կմնա հերթական քաղաքական ձևակերպում։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ընտրական պայքարի մեկնարկը վաղուց տրված է։ Քաղաքական ուժերը հավակնություն են ներկայացնում խորհրդարանում իրենց տեղն ունենալու համար։ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այսօր կուսակցության համաժողովում հայտարարել է Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հավաքվածներին դիմել է արհեստական բանականության միջոցով։ Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ եւ համախոհներ։ Հնացել է ընդամենը 115 օր։ Ինչև այն օրը, երբ Հայաստանը կունենա նոր սկիզբ, կբացվի նոր դարաշրջան եւ մեր ուժեղ Հայաստանը կլինի բոլորիս իրականությունը։
Հայաստան, որտեղ մեր սփյուռքը, դրսում ապրող մեր քույրերն ու եղբայրները կրկին կզգան իրենց Հայաստանում, ինչպես իրենց ամենալավ ու ամենաապահով տանը։ Մեզ համար առաջնահերթություն է լինելու ոչ թե սփյուռքից նվիրատվությունները, այլ Հայաստանի հետ իրական էմոցիոնալ կապը։ Հայաստան, որը կունենա պրոֆեսիոնալ, անկախ ու խելացի դիվանագիտություն։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով քննչական մարմինը մերժել է պաշտպանական թիմի դիմումը, որը վերաբերում էր Սամվել Կարապետյանի տեսաձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությանը, չնայած որ դատարանը վերացրել է հրապարակային խոսքով հանդես գալու արգելքը։ Զուգահեռ դատարանը փոխել է Մկրտիչ էպիսկոպոս Պրոշյանի խափանման միջոցը, նրա նկատմամբ նշանակվել է տնային կալանք։ Հիշեցնեմ, որ Մկրտիչ Սրբազանը վեհափառի քրոջ որդին է։ Նրան կալանավորել էին հոկտեմբերի 16-ին իբր ընտրական իրավունքին խոչընդոտելու, իշխանական կամ ծառայողական լիազորությունները գործածելու եւ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքով։ Սակայն դատարանը մերժել է քննել Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխելու հարցը։ Փաստաբանն ասել է, որ Չախալյանի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է հայտնվել, երեխաների խնամքը կնոջ ուսերին է միայն։ Բացի այդ, փաստաբանն ասել է, որ Չախալյանն ունի նաև բանկային պարտավորություններ, որոնք կինը չի կարողանում կատարել։ Սոցիալական վիճակը, եթե ասենք, ես Վրաստանում եմ ասել, մարդը երբ որ առաջի ամսվա մեջ է ձերբակալված, մի բան է ֆինանսական խնդիրներ լուծել։ Երբ որ արդեն 5 ամիս, 8 ամիս, մի տարի արդեն բարթանում է, դժվարանում է։ Այստեղ կինս հազիվ հասցնում է երեխեքին դպրոց տանել բերել, չի կարողանում շատ անգամ, այլ աշխատանքի մասին է չեն խոսում։ Ու հիմա այս խնդրի առաջ մենք կանգնել ենք։ Հիմա հարցը արդեն ես չեմ։ Անգեզ եմ, ասում Աստված աղեկա ու կտեսնենք, պետք է 4 ամիս է կնստեմ, 14 ամիս է կնստեմ։ Հարցը արդեն իմ երեխեքին անուն թողնելու, չթողնելու հարցն է։ Բագրատ arczepiskopos Գալստանյանն այսօր իր ու իր աջակիցների գործի վերաբերյալ դատական նիստում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած մտքերին։ Մեզ մեղադրում է ասելով, որ ժողովուրդը մերժեց, ժողովուրդը չմերժեց, ժողովրդին դու ռմբահարեցիր, բանտարկեցիր, ամենավերջին աստիճան խաղաղ ցուցարարներին օտար զավթիչի պես։ Հիմա մեզ մեղադրում է մարդը, մի մարդ, մի մարդը մեզ մեղադրում ու Արցախը հանձնել, վաճառել, ու բազմաթիվ զոհերի, վիրավորների և անհայտ կորածների պատճառը դարձել։ Նուբար Աֆեյանն ու Սփյուռքի այլ գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ Հայաստանի կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ։ Հայաստանը կանգնած է իր պատմության կարևոր խաչմերուկում։ Հայաստանում եկեղեցու եւ պետության միջև ներքին բաժանումները չպետք է ավելի թուլացնեն աշխարհասփյուռ հայ ազգին, համոզված են սփյուռքահայ գործիչները։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը եւ հայոց եկեղեցուն լուծել բոլոր տարաձայնությունները, հարգելով եկեղեցու ինքնակառավարման կանոնները, հարգելով քաղաքական գործունեության եւ եկեղեցու առաքելության բաժանումը եւ պաշտպանելով սփյուռքի հայերի իրավունքը, դավանելով իրենց հավատքը առանց կառավարության կողմից քաղաքական միջամտության ազդեցության, հայոց ցեղասպանության զոհերի սերունդների համար բոլոր հայերին ոչնչացնելու ձախողված առաքելության մասին հիշողությունը եւ մեր հետագա երկար վերածննդի ճանապարհը ընթացիկ իրադարձությունները դարձնում են հատկապես ցավոտ եւ սպառնալից։ Եկեղեցին է, որ օգնել է բնակչությանը վերապրել եւ վերածնվել ցեղասպանությունից հետո։ Եկեղեցին է, որ օգնել է վերածնել հայկական հոգին, եւ նույն եկեղեցին է, որ անհրաժեշտ է աշխարհասփյուռ ազգի բարգավաճման համար։ Հաղթանակ կուսակցությունների դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք։ Դատարանները մասնակի են բավարարել քննչականի միջնորդությունները, կալանավորելու նրանց ու կիրառել են տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք, մեզ հայտնել է քննչական կոմիտեն։ 7-րդ մեղադրյալն ազատության մեջ է, դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը։ Քննիչները 7 ընդդիմադիրներին մեղադրում են անցած նոյեմբերին վաղաշաբաթի ավականու ընտրությունում հաղթանակ դաշինքի օգտին քաղաքացիներին ուղղորդելու եւ ընտրական իրավունքին ազատությանը խոչընդոտելու համար։ Մեղադրյալները դաշինքի ավականու անդամի թեկնածուներ ու աջակիցներ են։ Հաղթանակ դաշինքը հերքում է մեղադրանքն ու պնդում, սա քաղաքական ենթատեքստ ունի, իսկ քննչականի հրապարակած ձայնագրությունները կասկածներ են հարուցում։
2025 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը կրկնապատկվել են։ Եթե 1 տարի առաջ անազատության մեջ մահացել էր 12 մարդ, ապա 2025-ին 24, գրել է հետքը։ Ըստ լրատվամիջոցի հետաքննության քրեակատարողական ծառայության տվյալներով 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը ինքնասպանություն։ 2024 թվականին արձանագրված 12 մահերը եղել են կենսաբանական, ինքնասպանության դեպք չի արձանագրվել։ Մահվան ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիր քրեակատարողական հիմնարկում 9 դեպք, մինչդեռ 2024-ին 5-ներ, մահվան դեպք արձանագրվել է 1 դեպք արձանագրվել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, Աբովյան, Գորիս, Երևան, Կետրոն, Վանաձոր քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ինքնասպանության փորձերը եւս ավելացել են, եթե 2024 թվականին ինքնասպանության փորձ կատարել էր 14 մարդ, ապա 2025 թվականին ծայրահեղ քայլի դիմել է 26 մարդ։ Այստեղ էլ պատկերը մտահոգիչ է, քանի որ անձանց եւ դեպքերի աճը ցույց է տալիս, որ մեկից ավելի ինքնասպանության փորձ կատարողներ են եղել։ Տեղափոխվեն գործադիր ու օրենսդիր մարմիններ, խորհրդարանում վիճակը լարված էր մթնոլորտը թեժ։ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական լեզվակռվի մեջ էին դաշնակցականներն ու հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը։ Հայաստան խմբակցությունը օրակարգ էր բերել Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Ընդդիմությունը պնդում է, որ խնդիրը ոչ թե պաշտոնյայի կարծիքն է, այլ նրա վարքագիծը եւ քաղաքական չեզոքության խախտումը։ Իշխանությունն էլ հակադարձում է, թե խոսքը պատմական պատասխանատվության եւ քաղաքական գնահատականների մասին է։ Հոիդայի անցյալը եւ հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի ներկան ազգային ժողովի ամբիոնից ռեպորտաժում։ Լեզվակռիվ, ռետորական հարցեր, պատմական հիշատակումներ։ Երկրի օրենսդիր մարմնի ամբիոնում հիշեցին դաշնակցության անցյալը ՔՊ-ի ներկան ու տեղի ունեցավ պատմական մեղքերի ամենաթեժ բախումը։ Ազգային ժողովում քննարկվում էր ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման նախագիծը Հայաստան խմբակցության առաջարկով։ Թեժ հակադրություններ տեղի ունեցան թե ընդդիմադիր, թե իշխող խմբակցությունների միջև։ Առերևույթ կարող է թվալ, թե Հակոբ Մովսեսն ու Տիգրան Հակոբյանը իրենց պաշտոնի իրավական եւ սոցիալական բարձր պատասխանատվությունն ու վարքականոնի բարձր նշաձողը արհամարում են, բայց ես այդպես չեմ գնահատում, ոչ։ Նրանք պարզապես կանաչ լույս ունեն այդպիսին լինելու համար, ինչը հիմնավորվում է նաև ՔՊ պատգամավորների 3 եւ այսօր հնչած օրենքի հետ 0 առնչություն ունեցող եւ սահմանադրությունը ոտնատակ անող պահվածքով։ Լիլիթ Գալստյանը նկատեց, ՀՌՀ անդամները երթվել են հավատարիմ լինել սահմանադրությանը եւ հենց դրա համար են վարձատրվում։ Անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները, ՀՌՀ նախագահը իշխանահաճո քաղաքական գնահատականներ եւ քննադատություններ հնչեցնում ընդդիմության, հայաստանյաց առաքելական եկեղեցու, ազգային ինստիտուտների նկատմամբ։ Տիգրան Հակոբյանը, ով ի պաշտոնե քաղաքական չեզոքության եւ բազմակարծության երաշխավորը պիտի լիներ, փաստորեն վերածվել էր քաղաքական մեկնաբանի եւ իշխանական նարատիվների քարոզչագործիկը, այսինքն պրիմիտիվ պրոպագանդիստի։ Դաշնակցական Գեղամ Մանուկյանն էլ նկատեց, որ քննարկումն իրականում դաշնակցության հետ կապ չունի։ Այն հեռուստառադիո հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի վարքի մասին է, ոչ թե մի հարցազրույցի, որում Հակոբ Հակոբյանը դաշնակցությանն է վատաբանել։ Մանուկյանի դիտարկմամբ Հակոբ Հակոբյանով չի սկսվել դաշնակցության ատողների շարքը, Հակոբ Հակոբյանով էլ չի ավարտվելու։ Պարոն Հակոբյանը երկու օրվա մեջ իր խոսքում մի բառ շատ հաճախ օգտագործեց։ Դա ադապտացիան է։ Այսինքն բոլոր իրավիճակներում հարմարվելը։ Հիմա կոչանում դաշնակցություն հարմարվի այս վիճակին, հա, հարմարվենք գլուխներս կախ, ասենք ինչ արարածար, ինչ բան, ինչ հայրենիք, էսա ու վերջ, սահմանափակվենք։ Ուրախացար Արման Եղոյան, մի ուրախացի։ Ես քեզ հիշում եմ 20 թվականին Երկիր մեդիա հեռուստաընկերության այն մարտաշունչ վիճակը ու այսօրվա վիճակը։ Մանուկյանից հետո խոսափողը հասավ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Նրա խոսքով դաշնակցության իշխանության օրոք Հայաստանը կորցրել է իր անկախությունը։ Խնդիրն այն է, որ դուք սկսել եք մահկամ ազատությունից, ավարտել եք 004 շրջաբերականով։ Խնդիրն այն է, որ մի կուսակցություն, որը ասում են, որի անվանումը նույնական է եղել անկախականության հետ, հասել է մի կետի, երբ որ 1988 թվականին, երբ որ շարժում էր
անկախական շարժում էր ծնվում եւ մոլեգնում բարի լավ իմաստով Հայաստանում, ձեր կուսակցությունը դեմ է արտահայտվել անկախության հասկանում եք մահկամ ազատություն գոռացող կուսակցությունը, որպես պաշտոնական իր լոզունգ ունեցող կուսակցությունը դեմ է արտահայտվել անկախությանը մինչև ընդཐུպ 91 թիվ։ Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանն էլ դիմելով ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանին ասաց, որ նրա մոտ խորքային երկվություն է առաջացել։ Դուք պետք է կարողանաք տարանջատեք Հակոբ Մովսես մտավորական եւ Հակոբ Հակոբյան սահմանադրակ ինքնավար մարմնի անդամ, որը ունի որոշակի գործառույթներ։ Ձեր գնահատականը հակասում է, ասկան ձեր ոչ թե գնահատականի էությունը, այլ գնահատական տալը հակասում է մարմնի անդամ լինելու իրավունքների եւ պարտականությունների հետ։ Ի վերջո խոսափողը հասավ մեղադրյալի կարգավիճակում հայտնված ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանին, որն էլ հայտարարեց, որ իրավունք ունի մտավորականի դիրքերից վերլուծել քաղաքական իրադարձությունները իր լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ընթացքում։ Ինչ վերաբերում է ձեր կուսակցության հանդեպ իմ վերաբերմունքին, ես երեք ասացի, հայ ժողովուրդը 60 տարի գրկաբաց սպասել է դաշնակցությանը։ Ես չեմ կարծում, թե դաշնակցությունը եկավ եւ մտավ իր պատմական առաքելության թևի տակ, որին հայ ժողովուրդը սպասում էր։ Թե ում թևի տակ մտավ, ինչ գաղափարախոսության, ինչ քաղաքական իրավիճակների դուք ինքներդ որոշեք։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու մասին հնչեցրած արտահայտություններին, Հակոբյանը ընդգծել է, պետությունը նույնպես եկեղեցի է ու եթե պետություն չի կառուցում, նշանակում է, որ ինքը պատմության մեջ որևէ հոգևոր առաքելություն չի իրականացնում։ Անե Հայրապետյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իսկ կառավարության հերթական նիստի օրակարգում դրոշի եւ օրհներգի հարցներ։ Հայաստանում պետական եւ արարողակարգային միջոցառումների ժամանակ օրհներգը պետք է լինի կենդանի կատարմամբ, նվագախմբային պլյուս երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով։ Կառավարությունը համապատասխան օրենսդրական նախագիծ է ներկայացրել։ Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք ովքեր չունեն նվագախմբեր եւ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր եւ երգչախմբեր, որպեսզի նրանք այդ կատարեն, որովհետեւ հիմա կներեք այդ մանրամասների մեջ մտնելուց, եթե տենց միջոցառումը, որ օրհներգը պետք է հնչի, նշանակում է այդ միջոցառումը որոշակի բյուջե նաեւ ունի, կարելի է այդ բյուջեից ուրիշ ատրիբուտների ավելի քիչ տրամադրել եւ հրավիրել երգչախմբերի, նվագախմբերի։ Փաշինյանը հիշեցրել է նաև 7 տարի առաջ պետական դրոշի մասին դեպքը, երբ Մաքսատանը տեսնելով, որ դրոշը պատին հենած է, հունից դուրս է եկել եւ համապատասխան աշխատակցին աշխատանքից հեռացնելու պահանջ ներկայացրել։ Ըստ Փաշինյանի, մեր վարվեցողության մեջ պետք է որոշ փոփոխություններ անենք։ Մենք ընդհանրապես մենակ դրոշի բան չի, դեպքում չտենց ամեն ինչի դեպքում է տենց, որ դրոշ տանում ենք, միտեղ տնգում ենք, ասում ենք, այսինչ լավ գործ արենք, հետո դրոշը կմաշի, կճղվի, կքրքրվի, ինչ կլինի, որ այսինքն ոչ մեկի հոգսը չէ դա, մենք ընդհանրապես կարծում եմ պետք է արձանագրենք, որ ցանկացած բան ինքը սպասարկում է պահանջում, հետագա սպասարկում է պահանջում, այն որ դու ինչ որ մի բան ինչ որտեղ դրիր, դա վերջը չի, դա ընդամենը սկիզբն է։ ՄԱԿ-ն իսլամական պետության վերաբերյալ զեկույցում ասել է, որ անցյալ տարի կանխվել է Սիրիայի նախագահի կամ նրա ավագ նախարարների սպանության 5 առանձին փորձ։ Հաղորդագրության համաձայն Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան դարձել է Սարայա Անսար Ալ-Սունա խմբավորման թիրախը, 2 անգամ Հալեպի հյուսիսում եւ Դարայի հարավում։ Խմբավորումն անցած ամռանը Դամասկոսում եկեղեցի էր ռմբակոծել։ Ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր Գերմանիան Ուկրաինայի 1,157,000 քաղաքացու ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ու բնակության թույլտվություն է տվել։ Տվյալները հրապարակել է Դոլչե Վելեն ու նշել, որ պաշտպանության հայցածների մոտ կես միլիոնը տղամարդիկ են։
Շվեյցարիայում ամռան քվեարկության կդրվի օրինագիծ, ըստ որի երկրի բնակչությունը չպետք է գերազանցի 10 միլիոնը, գրել է Guardian-ը։ Օրինագիծն առաջարկել է ծայրահեղ աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, սակայն նախաձեռնության վերաբերյալ հանրաքվեին կտրականապես դեմ են խորհրդարանի երկու պալատները՝ բիզնեսի և ֆինանսական ծառայությունների ոլորտը։ Եվ վերջում, արջի քոթոտները պատճենել են առավոտը Սոճիների անտառում հայտնի կտավը։ Իվան Շիշկինի և Կոստանտին Սավիցկիի կտավն առավել հայտնի է Ծուրթատ աչը անունով պատկերված համանուն կոնֆետի վրա։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի առավոտյան ժամը 9-ին, մինչև վաղը բարի գիշեր։